Ողջույն, շարունակում ենք Cisco Packet Tracer-ի դասընթացը։ Սա նախորդ դասընթացի սխեման է, ես այն մի փոքր կարգ եմ բերել, որպեսզի ամբողջ ստրուկտուրան ավելի հասկանալի լինի։ Նախորդ ժամին մենք ավելացրեցինք այս, ուրեմն սխեման, մեծացրեցինք մեր ցանցը, այստեղ դրեցինք մեկ switch, այս PC-ն անմիջապես կպած էր այս, ուրեմն FastPass.0.1 ինտերֆեյսին։ Մենք այն անջատեցինք, դրեցինք switch, միացրեցինք այն, քանի որ այս router-ը սահմանափակ ինտերֆեյսներ ունեն, միշտ այդպես է, router-ը ավելի սահմանափակ է ինտերֆեյսներով, քան switch-ը։ Այստեղ մենք կառուցեցինք ցանց, որտեղ IP-ները ստանում էին DHCP-ով, հա։ Հիմա պետք է սկզբի համար այս ցանցին ապահովենք հասանելիություն դեպի այս ցանց, այնուհետև պետք է ապահովենք նաև հասանելիություն դեպի այս ցանց։ Դրա համար գանք այստեղ gateway, հա, բացենք CLI, տակ enable conf t gigabit Ethernet 00 interface gigabit նախ բերեք նայենք կոնֆիգուրացիան, հա, show IP interface brief։ Տեսնում եք, որ այս ինտերֆեյսին IP կա գծած, այն նայում է այստեղ, նշանակում է, որ մենք պետք է ուղղակի կոնֆիգուրացնենք այս gigabit Ethernet 01 ինտերֆեյսը, conf t interface gigabit Ethernet 01 միացնենք այն, no shutdown, ահա այն միացավ։ Նա պետք է IP ստանա, ուրեմն այս ցանցից, քանի որ այս ցանցում մենք արդեն ունենք մեկ IP այստեղ, 192.168.10.1-ը եւ ունենք 192.168.10.10-ը։ Բերեք սկզբի համար տանք այս IP-ին, փորձենք նույն IP-ին դնել։ Տեսնենք ինչ կլինի, հա։ IP address 192.168.10.1 ընդունես մեր IP հասցեն, show IP interface brief, տեսնում ենք, այո, մենք ստացանք այդ IP-ին, բերեք գանք այստեղ show IP interface brief եւ փորձենք այստեղից ping անել դեպի այստեղ, տեսնենք ինչ կլինի, արդյոք մեր ping-ը կգնա, թե չէ։ Մեր ping-ը տվյալ դեպքում չգնաց, ինչու՞, քանի որ մենք ցանցում ունենք նույն IP հասցեն երկու տարբեր ինտերֆեյսներում, ասենք ասած մեր համակարգիչը չգիտի, որտեղ պետք է այն ուղի, հա։ Տվյալ դեպքում այն ուղում է այստեղ։ Բերեք փոխենք մեր IP հասցեն, conf t interface gigabit Ethernet 01 իրականում դուք, քանի որ Cisco Packet Tracer-ը սահմանափակ է, իրականում դուք կստանայիք ոնց որ duplicate IP address կամ ձեզ չէր թողի տվյալ ցանցից IP հասցե տալ, հա, բայց սա Packet Tracer-ն է, այն ունի որոշակի սահմանափակումներ եւ ուստի մեզ այդ սխալը չտվեց, բայց բերեք մենք ուղենք, տանք 100, տանք end, վրս, պահպանենք, գանք այստեղ, նորից կատարենք։ Так, տեսնում ենք, որ պատասխանը ուրեմն ստանում է 10.100-ից, հա, այն այստեղից է պատասխանը ստանում, մենք ինչ պետք է անենք, բերեք մի հատ այս պորտը անջատենք, միացնենք, հա, FastPass.0.2-ը, enable conf t interface FastPass.0.2 shutdown no shut, բերեք գանք այստեղ, նորից, ping, այն պետք է ուրեմն ուղարկի իր gateway-ին, տեսնում եք ինտերֆեյսը դեղին է, նշանակում է ինչ-որ ինիցիալիզացիայի փուլում է, request timeout է տալի, բայց ես վստահ եմ, որ շուտով լինելու է։ Ահա կապը վերականգնեց, հիմա այն ուղարկում է ուրեմն մեր ինտերֆեյսին 10.1-ին, այսինքն այս ինտերֆեյսով գալիս է այստեղ։ Հիմա բերեք այստեղ show IP route անենք, show IP route, տեսնում եք, որ այս ինտերֆեյսները ուրեմն իրենք connected են, ուստի այս համակարգիչները պետք է կապ ունենան այս համակարգիչների հետ։ Չնայած չէ, մեկ վարքյան, նրանք
Բերեք նրանք կապ ունեն, թե չէ, ինձ թվում է չպետք է ունենան։ Ping, ուրեմն 192, 168, կետ 10, կետ 10։ Հիմա այս համակարգիչը տենում է, որ քանի որ սա իր ցանցի մեջ չի գտնվում, ուղարկում է իր default gateway-ին։ Տեսնենք default gateway մեր համակարգիչը ստացել է, թե ոչ։ Ահա, default gateway-ը կա։ Բերեք tracer տանենք, հասկանանք ինչն է սխալ։ Հա։ Tracer, սա ցույց է տալի ուրեմն ձեր data-ի անցման ճանապարհը։ Տեսնում ենք, որ այն հասնում է, այսինքն gateway-ին հասնում է, սակայն այստեղից այստեղ չի գալի։ Վերեք show IP route տանք, show IP route, սակայն նա պետք է գնալ, ինչու չի գալի, հա։ Տեսնենք այստեղ կապը չկա, ping, так, 50.1-ին ենթադրենք, բերեք այստեղից ուրեմն ping անենք, так, ping անենք 50.1-ին, destination host unreachable, նշանակում է, որ այս համակարգիչը տենում է, որ այն գտնվում է ուրիշ ցանցում, այն պետք է ուղարկի default gateway-ին, ուղարկի ստեղ, քանի որ այս համակարգիչը չգիտի որտեղ է այդ ինտերֆեյսը, այսինքն որ ցանցում է, նա պետք է հետ ուղարկի այստեղ, ուրեմն այստեղ մենք պետք է route գրենք, հա, conf-ը IP route 192.168.50.255.255.255.0 ուղարկիր 192.168.10.100 ինտերֆեյսին, ահա, այստեղ։ Բերեք հիմա փորձենք։ Ահա, ինֆորմացիան արդեն կա։ Բերեք այստեղից փորձենք հակառակ ուղղությունը 10.10 ping 192.168.10.10 եւ ping-ը կա։ Սա ուղարկում է ինֆորմացիան իր default gateway-ին, default gateway-ը տեսնում է, թե այդ ցանցը, այս ցանցն է, այս subnet mask-ը գտնում է, որ այն այս ինտերֆեյսի վրա է, ուղարկում է այստեղ,